Օրհնում եմ սիրելի մայրերին, մեր սիրելի քույրերին, մեր կանանց եւ հրճակում են 2026-ը աղոթքների պատասխանի տարի։ Թող Աստված օրհնի մեր բոլոր Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող սիրելի մայրերին, քույրերին եւ կանանց։ Օրհնյալ տարի։ Արտիրոջը, սիրելի քույրեր եւ հայրներ, սիրելի ընտանիք, հայախոս ժողովուրդ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, միաբանվում եմ Տիկնոջի շնորհավորանքներին, աղոթքի տան եկեղեցու բոլոր եղբայր քույրերի շնորհավորանքին եւ ասում եմ, որ 25 թվականը աղոթքի տան եկեղեցու համար իրոք օրհնություն տարի էր։ Մենք Աստծուց արել ենք, որ 25 թվականը տեսնելու տարի է եւ իրապես առանց բարի չափազանցության ամբողջական իմաստով տեսնելու տարի է։ Մենք տեսանք Աստծո օրհնությունը բազմաթիվ ոլորտներում, ամենակարևորը տեսանք մարդիկ, որոնք փրկվեցին, մարդիկ, որոնք Հիսուսին ընդունեցին, մարդիկ, որոնք հոգեորապես եւ ֆիզիկապես բժշկվեցին, մարդիկ, որոնք իսկապես որպես կանայք ամուսնացած դեռ մայր չեն, մայրանալու այգեքրանքն ու հաճությունը վերապրեցին։ Եվ նաեւ տեսանք, որ Կոմիտասի եկեղեցու շենքի համար այլևս 7000 մետր Աստված հող նվիրեց։ Ոչ այնքան միգուցե մեզ համար հարմար են իմաստով գինը թանկ, միգուցե այսպես անհասանելի, բայց ոչ Աստծո։ Աստված մեզ դա տեսնել տվեց։ Աստված մեզ տեսնել տվեց մարզային եկեղեցիներ, որտեղ շենքեր վարձակալվեցին։ Աստված մեզ տեսնել տվեց նաև եկեղեցու որպես մի օրհնություն գրադարան, որ նորերը կան, գիրք ստանան, տեսնեն, աղոթեն։ 4 տարի ես դրա համար աղոթել եմ սիրելիներ եւ իրոք այնպիսի բաներ տեսանք, որի համար միայն կարելի է պարտալ Աստծուն։ 26 թվականը մենք խոսում ենք նվիրման տարի, ծառայության տարի եւ արթնության տարի։ Թող 26 թվին այն տեղերում, որտեղ նվիրված չենք, թող նվիրվենք։ Թող այնտեղ, որտեղ արթնություն չկա, թող լինի արթնություն։ Եվ ովքեր որ իսկապես ունեն տաղաններ, Տիրոջից կանչ, կոչ ծառայելու ու չեն սկսել, թող լինի քայլ անելու տարի։ Տեր օրհնի ձեզ, վստահ եմ, որ Կարեն հովիվը նույն կերպ կմիաբանվի շնորհավորանքին։ Այո, Փառք Տիրոջը, թող 2026 թվականը մեզ բոլորիս համար ոչ միայն տեսնելու տարի լինի, օրհնության տարի լինի, այդ ամենը հնարավոր դառնա, որ եկեղեցին ամբողջությամբ դառնա Աստվածաշնչ մատյանին, Աստծո խոսքին կարդալու այն, սերտելու այն, ճանաչելու խոսքը, որովհետև Աստված ինքը իր գործառույթների մեջ նույն կերպ է անում, խոսքով, ամեն բան, երկինքն ու երկիրը նա սկսեց խոսքով, նա ասեց եւ այդ ամբողջը եղավ։ Եվ այսօր թող 2026 թվականը Աստվածաշունչ կարդալու տարի, Աստծո խոսքը ճանաչելու տարի, որ Աստվածաշունչը դառնա ամենահեղինակավոր գիրքը մեր միջավայրում, եւ թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր այդ փափագը ունեն։ Ես մաղթում եմ մեր քույրերին, մայրերին, դուստրերին, որպեսզի իրենց աղոթքներում եւ իրենց առօրյա կյանքում իրենց հույսը եւ հիմքը միմիայն դնեն Աստծո խոսքի վրա։ Որպեսզի Աստծո խոսքը տներում աճի ու զարգանա, որպեսզի մայրերը իրենց երեխաներին դաստիարակեն Աստծո խոսքի հիմքի վրա, որպեսզի կրթությունը գնահատվի եւ ամենառաջինը Աստծո խոսքի կրթությունը։ Որպեսզի եկեղեցին բարձրանա Աստծո խոսքի խորքային ճանաչողության մեջ, լինի զինված Աստծո խոսքով եւ տարածի Աստծո խոսքը Հայաստանում։ Դեմինեք քույրես։ Ամեն, ամեն։ Խոսքը շատ կարևոր է, բայց թող Սուրբ Հոգին գործի եկեղեցում, թող Սուրբ Հոգու պարգևները առատորեն գործեն եկեղեցում, թող բոլորս լինենք Սուրբ Հոգով լցված իր պարգևներով ու պտուղներով։ Թող իրականում մեր հայ ժողովուրդը գնահատի Սուրբ Հոգուն, որը եկել է հենց հայ ժողովրդին պատրաստելու Փեսայի գալուստին։ Լևոնը կասի, թե ինչքան է գնահատում հենց Սուրբ Հոգու պարգևներն ու պտուղները, երբ որ գործում է եկեղեցում։ Ամեն, Սուրբ Հոգու պարգևները իրոք դա Սուրբ Հոգու դրսևորումներն են, որոնք մեզ փոխանցում են երկնքից իրական կենդանի խոսքը եւ կենդանացնում են Աստվածաշունչը։ Կարդալը եւ նաեւ Սուրբ Հոգով լեցվելը շատ կարեւոր է։ Եվ թող լինի պարգևների դրսևորման տարի, եւ թող լինի Սուրբ Հոգու սիրո դրսևորման տարի։ Թող լինի եկեղեցում այնպիսի սեր, որը չլինի մարդկային, որը ժամանակավոր է, այլ լինի Սուրբ Հոգու ձեռքով մեր սրտերում սփռված, որը հավիտենական է եւ որը միշտ ներում է, սիրում է։ Եվ պարգևները թող ավելին դրսևորվեն 2026 թվականին Տիրոջ անվան ու փառքի համար, որ եկեղեցին միշտ առաջ գնա եւ երբեք չպարտվի Հիսուսի անունով։ Այ կապես։ Այո, 2026 թվականը լինի Աստված ճանաչողության տարի, խոնարհության տարի, թող ավելի մոտենանք Տիրոջը, ավելի ճանաչենք Տիրոջը, ավելի Տիրոջ մեջ աճենք ու փոխաբեր լինենք եւ թող խաղաղության Աստվածը
մեզ այցելի, մեզ սովորեցնի ճիշտ ապրել, սիրել, ներել ու առաջանալ Տիրոջ մեջ։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վերը կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Հիսուս Քրիստոսում։ Ես իրականում միաբանում եմ ձեր բոլոր հռչակումներն ու շարունակություններին, թող լինի 2026 թվականը աղոթքի տարի։ Այս ամենը ինչ որ մենք ասացինք, աղոթքով պիտի համանվի եւ աղոթքն որ պիտի իրականություն դարձնի։ Թող այս տարի 2026 թվականը լինի աղոթքի տարի եւ աղոթքի պատուղների տարի, որոնք աղոթենք ու տեսնենք։ Այո եւ ամեն։ Ամեն խոսքերին, մաղթանքներին, որոնք որ հավատում են, որ Սուրբ Հոգին է, որ փոխանցում է բոլորիս։ Թող 2026 թվականը լինի երիտասարդների ընդլայնման տարի, նոր գաղափարների իրագործման տարի։ Թող տարբերվի իր երիտասարդների կրակով գործելուն եւ նոր վայրեր, հաղթական նվաճումներ ունենալով։ Թող լինի այնպիսին, որ երբևիցե չենք տեսել, այնպիսին, որ երբևիցե երիտասարդները չեն փորձարել։ Թող այս տարին լինի այն տարին, որտեղ որ Տիրոջ համար ականջ կդրվի եւ Տիրոջ կամքը կկատարվի եւ երիտասարդները իրապես կտեսնեն Աստծո փառքը եւ այն գործերը, որոնք որ Աստված պատրաստել է իրաց համար։ Ամեն։ Հասմին Քուրջան։ Շնորհավորելով մեր մեծ քրիստոնյա ընտանիքի Սուրբ Ծնունդն ու Նոր տարին մաղթում եմ, որ այս տարի առավել նվիրման, զոհաբերման տարի լինի եւ մեր սահմանների ընդարձակման տարի։ Շնորհավորում եմ բոլորի Սուրբ Ծնունդը եւ Ամանորը։ Թող այս նոր տարին մեր հայ ազգի համար լինի գոհության եւ շնորհակալության տարի։ Թող մենք սկսենք այս նոր տարվա մեջ նկատել այն բոլոր օգնությունները, որ Աստված տվել է ամեն մեկիս։ Եվ դա վստահ եմ հիմք կլինի, որ Աստված անի ավելի։ Թող Աստված օգնի բոլորի տարապատես։ Պատկապերից շարունակես։ Աստված օրհնի բոլորիդ, Աստծո թանկ ու հավատարիմ մարդիկ։ Իմ ու Գայանից կողմից ուզում ենք օրհնել ձեզ Սուրբ Ծնունդը եւ Ամանորը։ Կամենալով, որ Աստծո մեջ ավելի հավատքը մեծանա, ավելի հավատարմությունը մեծանա։ Միգուցե 2025 թվականին ինչ-որ բաներ մնացել մեր կյանքում իսատ ու անավարտ։ Ուզում եմ, որ գանք Տիրոջ առաջ խնդրանքով, աղաչանքով, որ Տեր Հիսուս իմ հավատքս մեծացրու, իմ հավատարմությունը մեծացրու։ Ես ինչ ապաշխարել եմ իմ կյանքում, ամենաշատը սիրել եմ հավատարմություն եւ կամենում եմ քեզ, որ ամենաառաջին հավատարիմ մնաս Տիրոջը Աստծո եկեղեցուն։ Աստված քեզ շատ օրհնի։ Խոսքը փոխանցում եմ Վարդան ախորս։ Փառք Տիրոջը, թող 2026 թվականը լինի երկրպագության, Տիրոջը ավելի մոտենալու, նոր նվաճումների, թող առաջ գան ծածուկում Աստծուն ճշմարիտ փնտրողները, թող եկեղեցին առաջնորդվի երկնային տեսիլքով, թող երկրպագուների մեծ բանակ բարձրանա, եւ աղոթքի տուն եկեղեցու բոլոր ճյուղերում, բոլոր եկեղեցիներում, բոլոր մարզերում թող բարձրանան երկրպագության խմբեր, թող նոր տեսահոլովակների, թող մեդիա դաշտը ողողվի, Տիրոջը երկրպագուների երկրպագությամբ։ Շնորհավորում ենք։ Ամեն։ Շնորհակալ ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսից 2025 թվականի համար։ Անկեղծ Աստծուն փառք եմ տալիս 2025 թվականի համար, որ Տերը իր առատ օրհնություններով, երբնական հրաշքներով, իր Սուրբ Հոգու զորությամբ դրսևորվեց եւ մենք տեսանք Տիրոջ փառքը։ Սիրելի մեծ ընտանիք, Հայաստանում եւ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ։ Ի սրտե օրհնում եմ ձեզ, շնորհավորում ենք 2026 թվականը եւ աղոթքս եւ մաղթանքս է, որ 2026 թվականը լինի գերբնական Աստծո հրաշքների տարի եւ թող Սուրբ Հոգին իր առած զորությամբ գործի ձեր ընտանիքներում, ձեր անձերում եւ թող 2025 թվականի ամեն բարձրացված ու խնդրվածքները, աղոթները թող իսկապես պատասխանվեն 26 թվականի մեջ։ Տերը օրհնի ձեզ, իսկապես շնորհավորում ենք։ Սուզիջա։ Տերը օրհնի, բարձրացնի, աղոթքս է, որ հայ մայրը, հայ կինը լինի ավելի զորավոր, իր գոտին ամուր կապի եւ 2026 թվականի
լինի ավելի շատ աղոթող իր ընտանիքի, իր զավակների ապաշխարության համար։ Թող 2026 թվականը լինի ճեղքման տարի։ Այն ամեն աղոթքները, որ չեն պատասխանել, որոնք որ չենք հասցրել անել 2025 թվականին, թող որ լինի 2026 թվականին պատասխանված եւ բոլոր լինեն օգնված։ Ահա այսպես, սիրելի եկեղեցի, ավակներ աղոթքին եկեղեցու շնորհավորեցին ձեզ, բայց ոչ միայն այս կազմը, այլև ձեզ առատորեն շնորհավորում են, օրհնում են երգչախմբերը, աղոթքին եկեղեցու, երիտասարդական ծառայողական թիմը, կարգ ու կանոնները, ավետարանիչները, մարդկության ծառայողները, մի խոսքով բոլորը, խմբի պատասխանատուները, որ ամբողջ տարի Աստծուց խոսք են ուզել վերցնել ու փոխանցել ձեզ։ Եվ այն ինչ որ այստեղ տեսակ, սա արհեստական չէ։ Գուցե այսօր այո սրա համար ենք հավաքվել, բայց սա հաճախ կրկնվող բարի մի սովորություն է, որ մենք ավակներով ու ոչ միայն ժողովրդով հավաքվենք, տոնախմբենք, որտեղ սա որպես ընտանիք պիտի լինես։ Ու դու իրական իմացիր Քրիստոսի ընտանիքի մեկ մասնիկն ես։ Տեր օրհնի քեզ, հեռու ես ֆիզիկապես, մոտ եղիր ոգով։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։